Ամրու լրատվականի բացառիկ տեղեկություններով այսօր կամ վաղը Հայաստանի քաղաքական ղեկավարության համար վճռորոշ կարող է դառնալ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ապագայի հարցը։ Արմլուրի աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է իր գծած սցենարը կյանքի կոչել, վերջնականապես մայր աթոռից հեռացնելով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին։ Արմլուրի տեղեկությունների համաձայն իրավապահները արդեն սկսել են անհատական հանդիպումներ ունենալ բոլոր թեմական առաջնորդների հետ, այդ թվում նրանց, ովքեր ստորագրել էին նախօրեին կայացած եպիսկոպոսատ ժողովից հետո հրապարակած աղմկահարույց հայտարարությունը, անգամ նրանց տներ են այցելում։ Իսկ ովքեր հրապարակայնորեն հայտարարել են, թե այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը չկա, դարձյալ ստիպված են լինում երկար շփվել իրավապահների հետ եւ բացատրություններ տալ։ Արմլուր լրատվականի աղբյուրները պնդում են, որ այդ հանդիպումների ընթացքում թեմերի առաջնորդներին ներկայացվում են զարգացումները, թե կաթողիկոսի դարաշրջանն ավարտված է։ ՔՊ-ի սցենարը հետևյալն է. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը կարող է հայտնվել տնային կալանքի տակ կամ որևէ կերպ արտաքին աշխարհից մեկուսացված կարգավիճակի մեջ։ Եպիսկոպոսների մի մասի թիրախում հայտնված Արշակ Սրբազանը ենթադրվում է, որ կարող է կալանավորվել։ Իսկ ժամեր կամ օրեր անց համացանցում կհայտնվի Գարեգին II նամակը, որով նա կհայտնի կաթողիկոսի գահից իր հրաժարականի մասին։ Այս սցենարը, եթե իսկապես իրականացվի, ապա քաղաքական եւ հասարակական առումով կարող է դառնալ վերջին տասնամյակների ամենախորքային ճգնաժամերից մեկը պետություն-եկեղեցի հարաբերություններում, սակայն առավել հետաքրքիրն այն է, որ այս ընթացքում Մայր աթոռը շարունակում է լռել։ Չգտանք որևէ մեկին, որը կհերքի կամ կհաստատի նոր ճնշումների մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ մի շարք եպիսկոպոսներ արդեն սկսել են հարցազրույցներ տալ, հայտարարելով, որ իրենք չեն ստորագրել վերջերս տարածված աղմկահարույց հայտարարության տակ եւ այն հրապարակվել է առանց իրենց համաձայնության։ Սա եկեղեցու ներսում ստեղծել է խիստ բարդ ներքին մթնոլորտ, որտեղ փաստերի զարգացումների ու շահերի շփոթը միայն խորանում է։ Թե ինչ կստացվի այս գործընթացից, դժվար է կանխատեսել։ Մեկ բան հստակ է՝ առաջիկա օրերը կարող են դառնալ որոշիչ ոչ միայն Գարեգին Բ-ի, այլև ողջ հայ առաքելական եկեղեցու ապագայի համար։